Բարելու սրտեր, հուսամ լավ եք։ Այ, եկել եմ ասեմ բոլորիդ անչափ շնորհակալ եմ շնորհավորանքների համար, ջերմ խոսքերի համար, սիրո եւ հարգանքի համար, ես էլ ձեզ եմ սիրում։ Նաեւ եկել եմ ասեմ ժողովուրդ ջան, ջայներ ջան, համակարգիչներից, հեռախոսներից, հավելվածներից օգտվողներ ջան։ Ես գիտեմ, որ դուք ամեն ինչից տեղյակ եք, զինված եք, ինֆորմացված եք, բայց ձեր տատիկ պապիկները, մեծերը ինֆորմացված չեն։ Ոստի խնդրում եմ ձեզ, կրթեք ձեր տատիկ պապիկներին, իսկ եթե դուք հասկանում եք, որ դա անհնարին է, ուրեմն զգուշացրեք, որպեսզի իրենք չբացեն ոչ մի SMS, ոչ մի կնի ՆԳՆ նախարարությունից, կնի կառավարությունից, կնի առողջապահության նախարարությունից, որովհետև այս աֆերիստները կարան ինչ ասես ուղարկեն տատիկ պապիկներին գցեն պերակը, տատիկ պապիկները ստիպված իրենց հաշվի համար, թոշակի կարտի համար եւ այլն ամեն ինչ տան ու իրենց գումարները կորցնեն։ Ես ասեմ, որ ոստիկանությունը մեր ուժայինները շատ լավ են աշխատում, արդեն որ երրորդ խումբն են բռնում, տապալում գետնին, իրենց համակարգիչներով համակում ու տանում, ճիշտական համացանցում որոշ տխմարներ, որոնք դուրս են գալիս կիսա դերասանուհիներ, էլի, փոխարենը զգուշացնեն, փոխարենը մի հատ նորմալ բացատրեն, ինչա կատարում, հազիվ հեննում լոչում են։ Անես տպավորությունը որ լուսնիցայի չել, էլի, այսինքն ոչ մի պետության մեջ չկա նման խարդախություն կամ խարդախմբեր, կամ թեկուզ այլ պետություններում վերընկած նման խարդախմբեր, որոնք աշխատում են Հայաստանի վրա, Հայաստանի ժողովրդի վրա, որոնք տեղեկություն չունեն ու կարող են խափնվել, հա։ Ես իրոք շնորհակալ եմ մեր ուժայիններին, որ հերթով բռնում են դրանց, բայց ինչքան էլ բռնեն, կարող են հայտնվել նոր խմբեր։ Ուստի ժողովուրդ ջան, ձեր մեծերին զգուշացրեք, որ ոչ մի SMS, ոչ մի բան չբացեն, մինչև ձեզ ցույց չտան։ Ավելի լավ է չբացեն, մի քիչ հետ մնան այդ ամեն ինչից, քան թե բացեն ու կրական գնեն։ Էդ էլ է տենց, իսկ իմ ուժայիններին իրոք շնորհակալություն, որ նման խմբերին շատ արագ բռնում են, ընդհանրապես, եթե նման SMS եք ստանում, ժողովուրդ ջան, անպայման տեղադրեք ձեր սոցցանցերում, թող համարնել երևա, թե գարեք ՆԳՆ նախարարությանը, ոստիկանությանը, քննչականին, չգիտեմ, այնտեղ դատախազությանը, ում կարող եք, թե գարեք, որպեսզի շտապ արձագանքեն եւ հետեւողական լինեն, իրենց աշխատանքները պատշաճ կատարեն։ Բայց շնորհակալություն հայտնելը էդի դաշնակություն չի էլի։ Դրա համար խորհուրդ կտամ քիչ լոչվեք այդ առումով, որովհետև մեր երկիրը պետություն է դառնում, մեր երկիրը եղել է պրախատный двор, ամեն ինչ եղել է, պլյուս ռուսի ոտը ստեղ ամուր դրած է եղել իր շներով, իր շակալներով ու ԿԳԲ-ի մնացորդներով, դրա համար հա, պետք է մաքրվի մեր երկիրը, բայց նման երևույթները ամբողջ աշխարհում տարածված երևույթներ են, այնպես որ պետք չի պահել, այնց որ իբր հա էլի, միջև այդ ոչ մի նման բան չկա, հիմա վտրուկ Նիկոլ Փաշինյանը եկավ ու մեր երկիրը դարավ այդ տեսակը, այդ էլ է տենց։ Նաև ուզում եմ ոստիկանությանը ՆԳՆ նախարարությանը շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ ես բարձրաձայնեցի այն երևույթի մասին, որ Պաղեստինի ժողովուրդը, ովքեր որ այստեղ են բեժանցեն ինչ են ճանանում, ընկել էին զբոսաշրջիկների հետևից, ու ասենց նագլի ձևով փող էին փոխում, լսեցի, որ բռնում են բոլորին, շնորհակալ եմ դրա համար, որ հետևողական եք, արձագանքեցիք, բայց նաև տեղյակ եմ օրենքից, որ նորից իրենց բաց են թողում, դե ես չեմ ուզում, կոչեր չեմ անում, որ իրենց բան տարկեն եւ այլն, բայց շատ խստիվ արգելեք, ինչ որ օրենք ստեղծեք, պատժի օրենքներ, հա, ինչ որ պատժական օրենքներ, որովհետեւ իրենք էլ այլևս նման բան իրենց թույլ չտան, եւ որտեղ որ իրենք ապրում են, հայտարարեք իրենց, որ իրենք պատժվելու են, որովհետեւ այլևս նման բան չանեն։ Էդ էլ է տենց, շնորհակալ եմ ձեզ արձագանքի համար։ Երկու խոսք էլ ասեմ հրաժարական տվող մեր կառավարության անդամներին, պատգամավորներին կամ ձեր կողմից սիրված մարդկանց հրաժարականների մասով։ Մի հատ բան կա, պատմություն կա, դրանով ես ձեզ պատասխանում եմ ժողովուրդ ջան, ձեր նամակներին, տեսեք, ժամանակի մի թակավոր ալինում ու ծաղրածու ալնում, այս ծաղրածուն ամեն օր գալիս ասում է, վայ, այստեղ այն ինչ եղավ, վայ, այնտեղ այն ինչ եղավ, բա գիտես, այս ինչ բան եղավ, այն ինչ բան եղավ, ու թակավորությունում հարցերը առաջանում խի եղավ, ինչի համար եղավ, եւ այլն։ Թակավորը այնքան իմաստուն ալինում, ասում է, արի սենց պայմանավորվենք ծաղրածու, ուրեմն դու ինչ որ կատարվում է, կգաս ինձ կասես 7 օր հետո, ամենակիչը։ Այսինքն 7 օր հետո ամեն ինչ ընկնում է իր տեղը, բարձում է, որ ինչ է, որտեղից է եւ ինչի համար է։ Հասկացաք, այսինքն եթե դուք ինչ որ նորություն լսում եք, միանգամից մի վատ զգացեք դες, սպասեք, մի քիչ համբերությունով լսեք, կառավարությունը նոր է ձևավորվում,
նիստերը նոր ասկսվելու, նշանակումները նոր ասկսվելու, վստահ եմ, որ շատ-շատերը ովքեր հրաժարական են տվել, նրանք կգտնեն իրենց նոր պաշտոնները։ Այս էր սենց գրկում եմ ձեզ ամուր, բարի լույս ձեզ, բարի աշխատանքային օր, սեր ուղարկեք մեր երկրին։ Ես այսօր իմ բաճիկը արդեն ուղարկել եմ ձեզ էլ հետը։ Այսքան։